Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող Լոս Անջելեսում գտնվող առանձնատան վաճառքից ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի, այս մասին հայտնում են դատախազությունից։ Գալուստ Սահակյանի որդին Արման Սահակյանը ձերբակալվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից Արարատ Նյուզին հայտնեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրվարույթի շրջանակներում Հայաստանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած անձը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Արարատ Նյուզի տեղեկություններով այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրվարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը։ Մեր տեղեկություններով նա անցնում է նույն վարույթով քննվող գործի շրջանակներում, ինչ պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանը։ Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև կայացված կարևոր որոշումը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, Փաշինյանի X-ի գրառումն է։ Մենք նաեւ բարձր ենք գնահատում միջնորդական ջանքերը, այդ թվում Պակիստանի ջանքերը, եւ խորապես համոզված ենք, որ դիվանագիտությունը պետք է գերակշռի բոլոր չլուծված հարցերը լուծելու եւ Մերձավոր Արևելքում խաղաղությունը պահպանելու համար։ Հայ-Էկոնոմ բանկը եւ Սևծովյան առևտրի եւ զարգացման բանկը 20 միլիոն ԱՄՆ դոլարի համաձայնագիր են կնքել։